Գյումրու ավագանին այսօր արտահերթ նիստ գումարեց, որին քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը կրկին չմասնակցեց։ Կոմունիստական կուսակցություն, Մեր քաղաքը, Իմ հզոր համայնք և Մայր Հայաստան խմբակցությունները ապահովեցին ավագանու 18 անդամի մասնակցություն և անհրաժեշտ քվորումը։ Օրակարգի առաջին հարցով ընդունվեց Գյումրու ավագանու նոր կանոնակարգը։ Փոփոխությունների հիմնական դրույթները ներկայացրեց համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի պաշտոնակատարը։ Այդպիսի ավականու նիստ չի եղել, որ օրակարգից դուրս հարցեր հնչեցված չլինի։ Հիմա այս ամեն ինչը փորձել ենք ավելի կանոնակարգված ներկայացնել, եթե օրակարգից դուրս ավականու անդամները հարցեր կունենան, այդ մասին ավականին որոշում կկայացնի, արձանագրային որոշում, որի համար ավականու նիստի ավարտին կտրամադրվի 30 րոպե լրացուցիչ ժամանակ։ Նոր կարգավորմամբ անհրաժեշտության դեպքում նիստերից հետո լրացուցիչ ժամանակ կհատկացվի նաև ավագանի բաժնի պետեր հարցուպատասխանի համար։ Ավագանին մի շարք որոշումներ ընդունեց համայնքային հոակներին ֆինանսական աջակցություն և դրամաշնորհներ տրամադրելու, ինչպես նաև սոցիալապես անապահով ընտանիքների դպրոց գնալուն պատրաստվող երեխաների համար պայուսակներ և անհրաժեշտ պարագաներ ձեռք բերելու համար։ Քննարկման առանցքում են նաև ճանապարհաշինական սուբվենցիոն ծրագրերը։ 48 փողոցների ընդհանուր երկարությունը կազմում է շուրջ 23 կիլոմետր, իսկ հրապարակը 1500 քառակուսի մետր։ Ծրագրի ընդհանուր արժեքը շուտ 8 միլիարդ դրամ է, 8 միլիարդ դրամ, որից համայնքի մասնաբաժինը 4.8 միլիարդ դրամ կամ 60%-ը։ Սկիզբը նախանշվում է 2027 թվականին, տևողությունը 365 օր։ Ավագանու անդամները բարձրացրին նաև ձգձգվող ճանապարհաշինական աշխատանքների և դրանց հետևանքով տրանսպորտային խնդիրների հարցերը։ Նիստից հետո լրագրողները Գյումրու բանտում գտնվող քաղաքապետի փեսա, նրա առաջին տեղակալ և պարտականությունները կատարող Ուժեղ Հայաստան դաշինքով պատգամավորի թեկնածու Ավետիս Առաքելյանից հետաքրքրվեցին, վերցնելու է արդյոք պատգամավորական մանդատը։ Մեր ուժը հայտարարություն է տարածել, որ վերցնելու է մանդատները, իմ հարցով դեռ ժամանակ կա, ասել եմ, որ անպայման այդ մասին բոլորի այսպես ծածուկ չէ, բարձրաձայն, նաև հայտարարությամբ ելույթ կգամ, մինչև ինձ հայտարարությամբ նաև ելույթ կգա Գյումրու քաղաքապետը այդտեղից և անպայման կիմանաք։ Մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն Ավետիս Առաքելյանի խորհրդարան գնալու դեպքում ավագանու 4 խմբակցությունները նպատակ ունեն քաղաքապետի առաջին տեղակալի և հետևաբար նրա պարտականությունները կատարողի միասնական թեկնածու առաջադրել Մեր քաղաքը դաշինքից Լիզա Գասպարյանին։ Առաքելյանը սակայն նշեց, որ նման քննարկումներ չեն եղել։ Հիշեցնենք, նախորդ ամիս ևս քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը նիստին չմասնակցեց։ Խմբակցությունը ավելի վաղ հայտարարել էր, որ իրենց խոսքերով եռագլուխ դաշինքը ներկայացնող 4 ուժերը Գյումրիում պատասխանատվություն են ստանձնել կառավարում իրականացնելու ու ակնհայտորեն ձախողել են, ուստի պետք է հեռանան։ Քրիստինա Մկրտչյան, Մարտին Գևորգյան, լուրեր։